Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօրվա այս ելույթը, այս խոսակցությունը, այս խոսքը կլինի ոչ այդքան քաղաքական, ավելի շատ կուզենամ պատասխանեմ այն հարցերին, որոնք դուք հնչեցրել եք, գրել եք իմ անձնական էջին։ Շնորհակալություն եմ հայտնում այդ հարցերի համար։ Ամենքից շատ հարցեր հնչել են այն մասին, որ կարծեմ թե 3 հաղորդում առաջ ես հնչեցրեցի դիմելով ԿՊԱ-ականներին, որտեղ որ իրենք շատ էին մեծարում Եվրոպայի դերակատարությունը, Ամերիկայի դերակատարությունը, ես ասեցի հետևյալը, որ շուտով ես կանդրադառնամ այդ թեմային, որտեղ որ ասեցի մի երկու տողով, որ նախագահ Թրամփը եղել է ցուցակում Էփշտեյնի։ Էփշտեյնը այս վերջերս, որ համացանցերում հրապարակեցին ֆայլերը, որտեղ որ սատանեքը, հարուստները, դեմոկրատները, սիրելի բարեկամներ, աշխարհի տերերը իրանց կարճ խելքով կղզիում արել են ոչ մարդուն վայել բաներ։ Ինչ են արել։ Պղծել են մանկահասակ երեխաներին, աղջիկ թե տղա կապ չունի, կերել են այնուհետև այդ երեխաներին, խմելով իրենց արյունը։ Հիմա թող մեկը դնի ինձ ասի, կամ մեկը դնի ինձ բացատրի, որ դա մարդուն վայել քայլ է։ Պատկերացրեք, այդտեղ նաև հնչում են այնպիսի անուններ, որ մարմինը սրսռում է, ակադեմիկոսներ, Նոբելյան մրցանակիրներ, նախագահներ, նախկին, ներկա, եվրոպական պետությունների, հզոր պետությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, պատկերացնում եք, աշխարհաճանաչ դերասաններ, օրինակ ես շոկի մեջ եմ, երբ որ կարդացի մի տեսանյութ, որտեղ որ Լեոնարդո Դիկապրիոն կերել էր 30 կիլո երեխայի միս։ Համացանցերում կա, որպեսի չասեն դա լկտի սուտ է։ Երկրորդ հարցը, որ տվել եք, ժողովուրդ ջան, ձեզանից շատերը զարմացած են, որ ավելի ճիշտ հնչել է հարցը այսպես, ընկեր Ֆարմանյան, չէ՞ որ կոմունիստները աթեիստներ են։ Դուք չնայած նրան, որ միշտ շեշտում եք, որ դուք ժողովրդական կոմունիստական կուսակցություն եք, սոցիալիստական եւ կոմունիստական գաղափարը կրող մարդ, դուք ամեն օր խոսում եք եկեղեցուց եւ խոսում եք Աստծուց։ Սիրելի բարեկամներ, մինչեւ այդ գաղափարը կրելը մենք ծնվել ենք մարդ, ոչ թե սրանց նման սատանա, եւ ծնվել ենք ազգությամբ հայ։ Իսկ իմ գաղափարով, իմ կարծիքով, եթե դու ծնվել ես մաքուր հայկական ընտանիքում եւ քո մեջ չկա ոչ մի բան բացի հայից, դու ոչ թե պարտավոր ես, դու ինքդ իքյան գնում ես դեպի եկեղեցի։ Դու ինքդ քեզի տանում է եկեղեցի մի ուժ, քո սրտից, քո հոգուց բխող։ Եվ դու ուրիշ ոչ մի գաղափար, եթե դու հայ ես, ոչ մի ուժ, ոչ մի բան քեզ չի կարող կանգնեցնել գնալ դեպի Աստված, մեր Աստված, որ դու շարժվես միայն Աստծո օրենքով, դա իմ խորին համոզմունքն է։ Իսկ այդ մարդիկ, որ դուք նկատի ունեք կոմունիստները, այն կոմունիստները, ովքեր եղել են աթեիստներ, ովքեր քանդել են եկեղեցի, ովքեր գնդակ արել են, դրանք հետագայում իրանց սերունդները քանդեցին մի հիանալի պետություն, որի անունն էր Խորհրդային Միություն։ Դրանց սատանեքը նաև եղել են կոմունիստների մեջ, սիրելի բարեկամներ։ Հիմա տեսեք, 1917 թվականից հետո այն ժամանակվա կոմունիստ բոլշևիկները փողոցներից սկսեցին հավաքել երեխաներին
Ինչպես սրանք են հավաքում երեխաներին, տներից, փողոցներից, քյասիպ աղքատ ընտանիքներից, բայց մի տարբերությամբ կոմունիստները այդ երեխաներից սարքեցին գիտնականներ, կոսմոնավտներ, բժիշկներ, ակադեմիկոսներ, օդաչուներ, խորհրդային միության հերոսներ, մարշալներ, գեներալներ, Կառալովներ, Գագարիններ, ինչ սարքեցին խորհրդային միությունը երեխաներից, ի տարբերություն սրանք ուղղակի վերցնում են եւ ուտում են։ Պատկերացնում եք, առել են հեղուկներ, որտեղ որ երեխային մատաղ անելով, կներես ինձ Հիսուս Քրիստոս, այդ բառիս համար, մատաղ են արել երեխաներին, միսը կերել են, արյունը խմել։ Դե հիմա արի ու մի ասա, Նիկոլ Փաշինյան եւ մնացած արևամետ ուժերը, սա եք ցանկանում մեր ազգին։ Սիրելի բարեկամներ, մենք փոքր պետություն ենք, մենք փոքր, բայց խելացի ազգ ենք։ Եվ ինչ որ կատարվում է աշխարհում, դա յուրաքանչյուր այդ երկրի քաղաքացու իրեն մեղքը կա, ինչպես նաև կա մեր մեղքը մեր այս վիճակի համար։ Յուրաքանչյուրինս, տեսեք, ես չեմ ասում նրանց, ձեր, մյուսի, նախկին երկրի, յուրաքանչյուր ինձանից սկսած բոլորիս մեղքը կա։ Իսկ այդ մեղքը գիտեք ինչից է առաջացել, որ 1988 թվականին Չարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խմբակով կարողացավ խաբել մեզ։ Այդտեղ կոմունիստները մեղավոր են, ասեմ ինչու։ Քանի որ այդ աֆերիստությունը, այդ սատանությունը, այդ խաբեբայությունը կոմունիստները չէին սերմանում մարդու մեջ, եւ ժողովուրդը խորհրդային միության ժողովուրդը, միամիտ ժողովուրդ էին, միամիտ, բայց ոչ հիմար։ Այդ միամիտությունը իրանք օգտագործեցին եւ ինչ արեցինք մենք բոլորս։ Մենք մեժեցինք սոցիալիզմը։ Իսկ երբ որ մեժեցինք սոցիալիզմը, այդպես մեժողներ եղան մնացած 15 հանրապետություններում, դա բերեց փլուզմանը խորհրդային միությանը։ Դրանից հետո սատանեկը տեսան, դե քանդեցինք այս երկիր, ուրեմն պետք է հիմա իրենց մանրից մասնատել։ Մանր կտորներ, ինչ արեցին, բերեցին, մցրեցին իրենց կինոֆիլմերը, իրենց ժուրնալները, իրենց հազար ներողություն, ոչ մարդուն վայել մերկ նկարները եւ սկսեցին ռոպագանդան, ազատություն, ինչ ուզում եք արեք։ Թմրամոլությունը, ինչ ուզում եք արեք, ազատություն։ Եվ վերջնակետը արեցին հետևյալը, սարքեցին այնպես, որ այս պետություններում, խորհրդային միության նախկին հանրապետություններում եղավ կյանքը շատ դժվար։ Մենք հասակակիցներս մեզանից մի քիչ մեծ փոքր հիշում են ցուրտ եւ մութ տարիները։ Եվ այդտեղ, որ ասում եմ, մթության մեջ լույս տվեց դոլարը։ Եվ մարդիկ մոռացան Աստծու մասին, մարդիկ մոռացան եկեղեցու մասին, մարդիկ մոռացան ամեն ինչ։ Դոլարը դարձավ առաջնահերթ իրենց համար, վաստակելու այդ դոլարը։ Եվ մենք բաց թողեցինք, աչքաթող արեցինք մեր երիտասարդությանը, մեր երեխաներին եւ մնացած բազմաթիվ հարցեր։ Եվ այսօր եկանք, հասանք այսօրվան։ Եթե մենք չկարևորեինք դոլարը, չկարևորեինք մեր անձնական շահը, եթե մենք չմոռանայինք հարգել եւ սիրել միմյանց, մենք այսօր կունենայինք ուրիշ երկիր։ Հասկանում եք։ Այսօր Նիկոլ Փաշինյանը անգամ կվախենար մտածեր եկեղեցու մասին, ոչ թե խոսար կամ ինչ-որ քայլեր աներ։ Բայց մենք ինչ արեցինք։ Կորցնելով Արցախը, շատեր ասեցին, տենց էլ պետք է, թող կռվեի։ Ով կռվեր։ Նույն հայ մարդն է, ժողովուրդ ջան, նույն հայն է, իսկ հողը հայկական է։ Տանում եք։
այդ սատանական ծրագրերը, որ իրենք մտցնում են, սերմանում են ժողովրդի մեջ, ցավոք սրտի մեզանից շատերը, որ ասում է իրանց երգն ենք երգում, իրանց նվագն ենք նվագում, իրանց երաժշտության տակ ենք ապրում։ Մոռանում ենք մենք ով ենք, մենք ինչ ազգ ենք։ Դրա համար շատերը հարց եք տալի, ինչ է պետք անել։ Ասեմ, ինչ է պետք անել, եթե իհարկե ինձ կլսեք։ Առաջինը պետք է, որ ազգը համախմբվի։ Երկրորդը պետք է յուրաքանչյուր մարդ իրեն սեփական ամբիցիաները, իրեն սեփական գաղափարը, քաղաքական դաշտում ովքեր հայեր են, իրենց գաղափարախոսությունը դնեն կողքի սկսած ինձանից։ Այդ կոմունիստական գաղափարախոսությունը դնում ենք մի հատ արկղ, երբ որ երկիրը կառուցվում է ժամանակ, արդեն ամեն մարդ հանրությանը ներկայացնում իրեն գաղափարախոսությունը եւ ազգը ջոգում է ում հետևից գնա։ Այսօր ժամանակը չէ պրոպագանդա անելու, ով է ավելի լավ, ում ծրագիրն է ավելի հզոր։ Այսօր կա մի ծրագիր, համախմբվել համազգային գաղափարախոսության շուրջ։ Բոլորը պետք է համախմբվեն այդ գաղափարախոսության շուրջ, ազգային գաղափարախոսության շուրջ։ Երկրորդը, բոլորս պետք է համախմբվենք մեր եկեղեցու կողքին։ Բոլորս, որ ոչ մի սատանա 100 կիլոմետրի վրա չկարողանա կպնել մեր եկեղեցուն։ Եվ յուրաքանչյուր քայլ անելով մենք պետք է անենք Աստծով։ Աստծո ցանկությամբ։ Մենք պետք է չնեղացնենք մեր Աստծուն։ Մեր Աստված չի նեղանում մեզանից, վստահեցնում եմ ձեզ, բայց մեկ մտածում է, ես այդպես եմ կարծում, հազար ներողություն մեր Աստծուց, բայց պետք է, որ այս մարդկությունը ապրի, եթե այս մարդիկ չգիտեն իրենք ինչ են անում։ Դրա համար իմ կարծիքով սա է լուծումը։ Այսօր մենք կանգնած ենք անդունդի առաջ, լինել եւ չլինելու առաջ։ Ինչ կսպասի մեզ վաղը, մյուս օրը, ես չգիտեմ, բայց եթե մենք այսօր չգործենք, մենք չհամախմբվենք, մենք չհարգենք, մենք չսիրենք միմյանց եւ յուրաքանչյուրիս խնդիրը չընդունենք որպես մեր սեփական խնդիրը, յուրաքանչյուրիս ուրախությունը չընդունենք որպես մեր սեփական ուրախությունը, լավ բան չի սպասվում։ Մենք ապրել ենք, ասենք, մենք այս մեր տարիքի մարդիկ, լավ ենք ապրել, վատ ենք ապրել ենք։ Ինձ մտահոգում է վաղվա սերունդը։ Ինչ երկիր ենք թողելու իրենց։ Ի շնորհիվ մեր ծնողների, մեր պապերի մեզ տվել են լավ երկիր։ Իսկ մենք դավաճանեցինք մեր ծնողներին, մեր պապերին, թամահանելով դոլարին, լավ կյանքին, շքեղ մեքենաներին եւ կորցրեցինք մեր երեսը եւ մեր ինքնությունը։ Իսկ սատանեն լուր նստած սպասում էր եւ եկավ հարբար պահը, նա սկսեց գործել եւ գործում է մինչեւ այսօր։ Չգիտեմ որքանով ստացվեց իմ մոտ այդ սորվա մեր խոսակցությունը, որքանով կարողացա պատասխանեմ այդ ձեր հարցերին։ Այսօր 21-րդ դարն է, ոչ մի ավել բան ես ձեզ չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ կա համացանցերում, ես ընդամենը արտահայտեցի իմ կարծիքը, սիրելի բարեկամներ, բայց վերջում ասեմ մի բան, եւ խնդրում եմ դա ընդունեք ոչ թե որպես պրոպագանդա, այլ ընդունեք եւ փորձեք հասկանալ ինչ եմ ասում ես։ Մարդկությունը, աշխարհը
սոցիալիզմից էնյան, որը որ տալիս է բանվոր դասակարգի հասարակ մարդու համար, ուրիշ գաղափարախոսություն չի մտածել դեռ, եւ կասկածում եմ, կարող է մտածել, թե չէ։ Իսկ ամեն ինչը սկսվում է հողից եւ ավարտվում է հողից, մարդու համար եւ բոլորի համար։ Այսքանը գրեթե Աստծով եղեք, այսօր չեմ ասի լոզունգներ, ոչ թե ալարում եմ կամ չեմ ուզում, ուղղակի թեման այնքան ցավալի է մեր բոլորիս համար, կարծում եմ, որ կարող եմ ընդամենը ձեզ բոլորիդ մաղթել, որ պինդ եղեք, ամուր եղեք, Աստծով եղեք եւ վերջում ասեմ, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցի։ Հիշեք ժողովուրդ ջան, չի լինի եկեղեցի, չի լինի հավատ, չենք լինի մենք։ Հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, ինչ նոր հանդիպում։